Ողջույն բոլորին։ Այսօր մի շատ հետաքրքիր բանի մասին ենք խոսելու՝ ուղիղ բնությունից։ Մի երևույթ, որը միաժամանակ եւ աներևակայելի գեղեցիկ է, եւ անսպասելիորեն խելացի։ Դե ինչ, գնացինք։ Երբևէ մտածել եք, թե ինչպես է լոտոսի տերևը անձրևից հետո միշտ այդքան անթերի մաքուր մնում։ Ահա, սա մի հարց է, որի պատասխանը գիտեք բացահայտում է բնության ամենախելացի գաղտնիքներից մեկը։ Տեսեք, հենց սրա մասին է խոսքը։ Պատկերացրեք, ջրի կաթիլները ոչ թե ուղղակի թռչում են տերևը, այլ դառնում են փոքրիկ կատարյալ գնդիկներ։ Կարծես մակերեսի վրա պարում են ու հեշտությամբ գլորվում, իրենցից հետո ոչ մի հետք չթողնելով։ Զարմանալի է, չէ՞։ Լավ, եկեք մի պահ խորանանք։ Սա, գիտեք, ուղղակի գեղեցիկ տեսարան չէ։ Սա բարձր տեխնոլոգիա է բնության ինժեներիան, ամենափոքր մանրադիտակային մակարդակով։ Իսկ ամբողջ գաղտնիքը դե այն թաքնված է հենց տերևի մակերեսի կառուցվածքի մեջ, հենց դա է ստեղծում այս անհավանական էֆեկտը։ Ու այս ֆանտաստիկ երևույթը իհարկե իր անունն ունի, գիտնականներն են կոչում են լոտոսի էֆեկտ։ Իհարկե, ի պատիվ հենց այն բույսի, որն այս հատկության ամենավառ օրինակն է։ Իսկ հիմա հասանք ամենակարևոր բառին, որը բացատրում է այս ամենը՝ հիդրոֆոբություն։ Շատ պարզ է իրականում։ Հիդրո՝ ջուր, ֆոբոս՝ վախ։ Այսինքն, լոտոսի տերևի մակերեսը կարելի ասել բառացիորեն վախենում է ջրից։ Դրա համար էլ այդքան վարպետորեն վանում է ջրի կաթիլները։ Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ։ Ջուրը վանելը մի բան է, բայց այս հատկությունը տերևին տալիս է մի իսկական գերկարողություն։ Խոսքը ինքնամաքրվելու ունակության մասին է։ Եկեք հասկանանք, թե կոնկրետ ոնց է դա տեղի ունենում։ Ուրեմն process-ը զարմանալիորեն պարզ է, բայց միևնույն ժամանակ հանճարեղ։ Նայեք, ամեն ինչ սկսվում է, երբ ջրի կաթիլը հայտնվում է տերևի վրա։ Քանի որ մակերեսը ջրավախ է, կաթիլը չի ներծծվում, այլ դառնում է գնդիկ ու սկսում է գլորվել։ Ու հենց այստեղ է սկսվում կախարդանքը։ Գլորվելով այն կարծես մագնիսի պես իրեն է կպսունում ճանապարհին հանդիպած ամբողջ փոշին, կեղտը, ամեն ինչ։ Ու վերջում ինչի ստացվում։ Ջրի կաթիլները ոչ միայն չեն կեղտոտում տերևը, այլև հենց իրենք են մաքրում այն։ Արդյունքը անթերի մաքրություն։ Բայց այս պատմությունը միայն մաքրության մասին չէ։ Պարզվում է լոտոսի էֆեկտը ոչ միայն կոսմետիկ խնդիր է լուծում, այլև ծառայում է որպես հզոր պաշտպանական մեխանիզմ։ Պատկերացրեք, մաքրելով իր մակերես ամեն տեսակի կեղտից, լոտոսը միաժամանակ ազատվում է նաև անտեսանելի թշնամիներից։ Այս բնական վահանը պաշտպանում է բույսին բոլոր տեսակի վնասակար միկրոօրգանիզմներից, լինեն դրանք բակտերիաներ, ջրիմուռներ, թե սնկեր, որոնք կարող են լրջորեն վնասել նրան։ Սա ըստ էության բնության կողմից ստեղծված կենդանի հակաբիոտիկ է։ Դե ինչ, կարծես թե բացահայտեցինք լոտոսի մեծ գաղտնիքը։ Իսկ հիմա որպես վերջաբան, եկեք մի զվարճալի մտքի շուրջ խորենք, որը ծնվել է հենց այս երևույթը ուսումնասիրելիս։ Ինձ թվում է սա հիանալի ամփոփում է այս ամենը։ Եթե միայն այս տերևներն ավելի մեծ լինեին, շատ լավ հովանոց կստացվեր։ Չէ՞ որ իրոք, պատկերացրեք մի հովանոց, որը ոչ միայն երբեք չի թրջվում, այլև միշտ ինքն իրեն մաքուր է պահում։ Սա ցույց է տալիս, թե ինչպես բնության ամենապարզ լուծումները կարող են մեզ համար ոգեշնչման անսպառ աղբյուր դառնալ։ Եվ հենց այս հարցով էլ կավարտենք։ Լոտոսի էֆեկտը ընդամենը մի փոքրիկ օրինակ է այն անհավանական գիտելիքներից, որ բնությունը պատրաստ է մեզ հետ կիսվելու, եթե միայն մենք ուշադիր լինենք։ Էլ ինչ զարմանալի բաներ կարող ենք սովորել բնության այս հանճարեղ նախագծերից։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։